Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, բուրըն էր այսօրվա օրը ծաղկազարդի գործի հետ կապված 18 տարեկան Դավիթի կալանքի տակ գտնվող Դավիթի առողջական վիճակի հետ կապված լուրերի պատճառով մինչ այդ նրան Արմավիր քրեակատարողականից տեղափոխեցին Աբովյան քրեակատարողական, հետո այնտեղից առողջական վիճակի հետ կապված, կտրուկ պատասխան հետ կապված տեղափոխեցին Նայիրի բժշկական կենտրոն, հիշեցնեմ, որ 2 օր առաջ եւս թե 3 էր, 2 օր առաջ էր ոնց որ 2 օր առաջ եւս տեղափոխել էին Արմավիր հասցնելու ճանապարհին եւ այնտեղ տենց արագ կարճ ժամանակ հետո չէին պահել եւ տեղափոխել էին արդեն Արմավիր այս անգամ կարծեք թե բժշկական որոշում է կայացվել Նայիրիում պահելու եւ հետազոտությունները շարունակելու տղայի վիճակը վատ է մարդը երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ դրա մասին խոսվել է ուղղակի չգիտեմ ես բնութագրիչներ չկան այս երեխաների նկատմամբ հատկապես Դավիթի նկատմամբ այս վարքագծի վերաբերյալ թե նրանց ովքեր որ անում են թե նրանց ովքեր որ պարտավոր էին գործել եւ ձեռնպահ են մնում ամեն դեպս այս պահի դրությամբ բայց ես ուզում եմ մենք հիշենք այս 5 օրերը եւ սա շատ կարեւոր է որ տեսնենք թե ինչպիսի քարոզչական Գեբելսյան քարոզչություն սկսեց իրականացվել առաջինից րոպեից այս տղայի նկատմամբ նրա ընտանիքի նկատմամբ եւ ինչպես իշխանությունների քարոզչական թևը եւ այսպես կոչված իրավապահ թևը իրար հետ այսպես սլաժնի փող լրացնելով միմյանց ուղղակի ահաբեկիչ էին սարքում Դավիթին այն որ ասում է գողը առաջինն է գոռում բռնեք գողին այս տրամաբանությամբ շատ լավ հասկանալով որ ամբողջությամբ մեղքի իրանցն է բայց դե ժամանակի ընթացքում ճշմարտությունը ջրի երես է դուրս գալի դա տևեց մի 2-3 օր բայց այդ Գեբելսյան տոտալ քարոզչության հետևանքները դեռ մեր համաքաղաքացիները հատկապես նրանք որոնք որ չեն դեռ ընկալել թե ինչ չարիքի հետ գործ ունենք մեր երկրում եւ երբեմն նրանց այս քարոզչական ծուղակների մեջ են ընկնում կամ երբեմն կամ հաճախ այդ մարդկանց մոտ դա նստվածք է թողել եւ ես կարեւոր եմ համարում սրա մասին խոսենք եւ նաեւ կոչ եմ անում հատկապես երիտասարդներին որոնք որ գիտեք ոչ մեկ ապահովագրված չի ոչ մեկ ապահովագրված չի Դավիթը ոչ մի ինչ որ այլ մտադրություն չունենալով գնացել էր ծաղկազարդի պատարագի ինչպես միշտ է գնում պատարագների իր եղբոր հետ եւ դրանից հետո հայտնվել էր ոստիկանությունում կենտրոնի քննչականում ձերբակալվածների պահման վայրում, հետո Երևանի քննչականում, հետո նորից ձերբակալվածների պահման վայրում, հետո դատարանում, հետո նորից ձերբակալվածների պահման վայրում, հետո նորից դատարանում, հետո Արմավիր քրեակատարողական, ճանապարհին հիվանդանոց, Աբովյան, այս ամեն ինչ էս 5 օրվա մեջ։ Ես ուզում եմ դրա մասին մենք խոսենք։ Դրա մասին մենք խոսենք եւ խնդրում եմ հատկապես երիտասարդներ ես գիտեմ, որ այս թեման անտարբեր չի կարող թողնել մարդկանց։ Անկախ դրանից դրանք ինչ ակտիվություն ունեն քաղաքական դաշտում, հանրային դաշտում, չի կարող թողնել, որտեղ սա վառ օրինակ է, որ մարդը ոչ մի բան չէր անում։ Ոչ մի բան չէր անում եւ ընկավ այս պատմության մեջ։ Եվ դա նշանակում է, որ ոչ մեկ ապահովագրված չի։ Որ այս իշխանությունները որևէ այդ մեծահոգություն ասեմ, ինչ ասեմ, նենգ ու չար ձևով է վերաբերվում մարդկանց։ Ոչ մեկ ապահովագրված չէ, եւ այստեղ շատ կարեւոր է քարոզչական կողմը։ Որպեսզի կարողանաք նաեւ մարդկանց այդ կեղծ թեզերին, այդ Գեբելսյան թեզերին հակափաստակներ բերել։
Սկսենք սկզբից, ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն փաստերը, որոնք որ օբյեկտիվ տվյալներով են հաստատվում, հետևյալներն են։ Առաջին, կետ առ կետ գնանք։ Նիկոլ Փաշինյանը չէր հայտարարել, որևէ կերպ տեղեկատվություն չկար, որ նա պատրաստվում է Ծաղկազարդի պատարագին մուտք գործել Սուրբ Աննա եկեղեցի կամ որևէ այլ եկեղեցի։ Նման ենթադրություն անելու որևէ պատճառ գոյություն չուներ։ Ինքը արդեն դադարեցրել է իր այդ կեղծ պատարակների կամ ոչ կեղծ պատարակների էական չի, այդ ամեն կիրակի գնալու եւ դրանով եկեղեցական իր լինելը ցույց տալու։ Մի խոսքով այդ քաղաքական եկեղեցու դեմ պայքարի քաղաքական այդ ամեն շաբաթյա այդ պրակտիկան ինքը հայտարարեց, որ սրանից հետո երբ առանց հայտարարելու էլ գնալու եմ եւ որևէ պատճառ չկար մտածելու, որ այս կիրակի գնալու է։ Մի կիրակի գնում է, մի կիրակի չի գնում վերջի 1 ամսվա մեջ։ Եվ բոլոր այցերը անսպասելի են, այսինքն ինչքան մարդ կարող էր մտածել, որ Սուրբ Աննա կարող է գնալ, նույնքան կարող էր մտածել, որ օրինակ կարող է գնալ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի, որտեղից ասենք այսօր ես գալիս եմ, կամ որևէ այլ եկեղեցի, ցանկացած այլ եկեղեցի։ Բացառությամբ երևի Մայրտաճարի Սուրբ Էջմիածնի, ցանկացած ուրիշ տեղ տրամաբանության շրջանակներում է, որ մեկ էլ վեկանա գնա։ Իսկ իշխանությունները, որը այդ պասնել վերցրեց քնչական մարմինը ու այդ առողջ բանականության դեմ վարկածը առաջ քաշեց եւ պաշտոնական դարձրեց, այն վարկածն էին առաջ քաշում, որ դա եղել է կազմակերպված։ Սա ամենակարևորն է, որ սա չէր կարող սկզբունքորեն կազմակերպված լինել, որովհետեւ չի կարող սկզբունքորեն կազմակերպված լինել մի գործողություն, որը որ մարդիկ չգիտեն, որ այդտեղ ինչ-որ բան պետք է լինի։ Ոնց պետք է կազմակերպեն, ինչի հիման վրա պետք է կազմակերպեն։ Սա մեկ, հիշենք։ Երկրորդ, այս վարկածը առաջ մղելու համար նրանք նայեցին տեսնեն այդտեղ ով կար ընդդիմադիրներից, տեսան, որ Գևորգ Գևորգյան անունով մի բավական ակտիվ ընդդիմադիր գործունեություն իրականացնող մարդ կա, որը որ առաջին պատերազմի մասնակից է, բավական ակտիվ է, ինչ-որ հասարակական քաղաքական կազմակերպությունների տիրույթում, ես էլ եմ ճանաչում Գևորգին, շատերս ենք ճանաչում։ Տեսան, այդ մարդն էլ տեղելի նույնպես ինչպես տղաները, այնպես էլ Գևորգը, ես Գևորգին տեսնում եմ հաճախ տարբեր պատարակների, այսինքն ոչ ինչպես տղաների պարագայում, այնպես էլ Գևորգի պարագայում դա բացարձակ նորմալ երևույթ էր, որ մարդը գնացել էր պատարակի։ Տեսան, որ Գևորգը այնտեղ է եւ Գևորգին կարգեցին ուրեմն կազմակերպիչ։ Բայց այն աշճան իրանց համարել էր անհավատալի, իրանք էլ էին հասկանում, որ սա աբսուրդ է ուղղակի այսպես մտածելը, եւ մի քիչ էլ երևի մեջները, չգիտեմ, խիղճ կար կամ չգիտեմ, որ ի վերջո Գևորգին կալանավորելու հարց չբարձրացրեցին եւ բաց թողեցին գրավով եւ բացակայելու արգելքով։ Դե հիմա մենք պատկերացրեք, եթե իրենց մտածած սխեմանը կազմակերպիչն է, այս մարդը ըստ իրանց։ Այդպես բան ո՞նց է լինում, որ կազմակերպչին փառք Աստծո, որ այդպես է եղել իհարկե, չեն տանում կալանքի, բայց ինչ որ մի 18 տարեկան երեխա, որը կատարողն է, տանում են։ Տես բան ինչ որ մեկի մի առողջ բանականության շրջանակներում տեղավորվում է, թե չէ։ Իհարկե չէ։ Սա նույնպես այս վարկածի, այս Գեբելսյան քարոզչության հիմք հանդիսացած վարկածի այսպես հերքող հանգամանք է։ Երրորդ փաստի մասին խոսենք, որը շատ կարևոր է, մեխանիզմը ինչա տեղի ունեցել։ Ինչ են պնդում այս Գեբելսյան քարոզիչները, որ Դավիթը փորձել է հարվածել Նիկոլ Փաշինյանին կամ նույնիսկ հարվածել է Նիկոլ Փաշինյանին։ Նախ տեսանյութերը հրապարակային է, նայեք, այդտեղ հարված, այսինքն չի կպնում այդ ձեռքի շարժումը, չի կպնում Նիկոլ Փաշինյանին, դա փաստ է։ Հնարավոր չի դա հակառակը ապացուցել, չի կպնում պրոստը։ Իր ասացն էլ երեկվա ուրեմն իր բանի ժամանակ այդ ճեպազրույցի իրամասներ, որ չի զգացել, որ ինչ որ բան է եղել, որ կապտեր դուս կարող չես գալ, կարող չշրջվեր, կարող ռեակցիա չտար։ Եվ ամենակարևոր ուշադրությունը էստեղ։ Ակնհայտ է, որ այդ ձեռքի առաջ նետելու գործողությունը Նիկոլ Փաշինյանի դեմ չէր ուղղված։ Հիմա կզարմանաք, ասեք ոնց թե։ Այս տենց։ Փաստերը եկեք հերթով համադրենք։ Ուրեմն ինչա տեղի ունենում, մարդիկ անցնում են։ Նախ անշնորհքություն են անում այդ Նիկոլ Փաշինյանն, անշնորհքությունը ատեղ անում, չի կարելի այդպես եկեղեցում վարվել, առաջ է գնում դեպի ուրեմն խորան, դեպի Ացյան կոչվող հատվածը,
կարծեք թե տենց ինքը մանկուց պետք է տեղ կանգնի, ինչով է տարբերվում։ Այդտեղ մյուս հավատացյալներից, եթե սա տենց հավատացյալի վարքագիծ է։ Այդ խոնարհության տարական բանը չկա, ինչ չիներեք ընկներ հետևում կանգներ։ Կներեք զանգեր գալի։ Այսինքն ինքը ստեղծում է լեփ-լեցուն եկեղեցում արդեն իսկ անհանգստություն մարդկանց համար։ Արդեն իսկ նույնիսկ չօգտագործեմ այստեղ սադրող վարքագիծ արտահայտությունը, օքեյ, դա չեմ օգտագործում։ Թեև կարծում եմ սխալ չի օգտագործելը, բայց առնվազն իրենց հոգևոր պահանջմունքների համար եկեղեցի եկացած մարդկանց անհանգստություն պատճառող վարքագիծը դրսևորում։ Գնում է առաջ, մեջտեղով կտրելով գնում է առաջ։ Այդ ընթացքում կադրերում երևում է, որ եղբայրները միմյանցից անջատվում են այդ իր ախրանայի կողմից։ Իսկ եղբայրները, այսպես ասեմ, դա արդեն իսկ լրացուցիչ անհանգստություն է իրենց համար։ Որտեղ առողջական պատճառներից ելնելով Դավիթը մշտապես պետքա լինի հսկողության տակ։ Եվ դա ապահովում են ծնողները եւ եղբայրը։ Եվ երևում է կադրերում, թե ոնց է անհանգստացած Նիկոլ Փաշինյանը կողքովանցնում է, ոնց է անհանգստացած Դավիթը շրջվում եւ եղբայրը հայացքով ման գալի։ Ուրիշ վարկած այստեղ չկա ուղղակի։ Ամեն ինչ պարզա այն անամպ երկնքի պես։ Անհանգստացած, լարված մարդ, որը եկել էր այդտեղ հանգստության հետևից, հոգին բացել էր, պատարագի էր մասնակցում, պատարագի ամենակարևոր մասերից մեկն էր ավետարանական ընթերցումն էր, որտեղ որ կենտրոնացածություն է պահանջում, որտեղ որ հենց խորհրդակարգն է դրա մասին խոսում։ Կարգադրություններ են լինում, ոտքի կանգնեք, ուշադրություն, այդ պահն է, որ նրանք վերադառնում են արդեն։ Վերադառնում են, գալիս են, հասնում են Դավիթին, ես այս չեմ կարող ասել, ես ենթադրում եմ, որ այդ անվտանգության աշխատակից այդ հաստավիզը վատ ձևով երեխուն ասում է այն կողմ գնա։ Անուն ազգանունը կարծեք թե հրապարակվեց ոնց որ Մկրտումյան էր։ Այս հենց հաստ վզով մեկը էլի, դասական օլիգարխիա ախրանայի պես մեկը էլի, որ երեխան չի գնում, ասում է չեմ գնում։ Լավ է անում, թե վատ է անում։ Չեմ ուզում այստեղ գնահատական տալ։ Լավ ու վատի գնահատական չեմ ուզում տալ։ Բայց օրենքով նրան տես պահանջկարային դնեն ոչ եւ մեկ անգամ եւս ոչ։ Ով եք դուք։ Բռնակալություն է այստեղ, մարդը եկել է իր պատարագին, ով ես դու։ Մկրտումյան։ Սկսում է բրդբրթել։ Ոչ թե բրդբրթոցի ալին, ոչ թե հրմշտոց ալինում, սխալ է այդ տերմինները, հրմշտոց չի լինում, ինքն է բրդում երեխուն, բրդում է երեխուն եւ հրահրում է երեխուն, վարկյաններ են տևում, բրդում է, հրահրում է, անցնում են, որ դեպի դուռը գնան, այդ պահին երեխան ձեռը գցում է, ներվայնացած վիճակում, ի պատասխան իր նկատմամբ բռնության, որից անմիջապես հետո էլ հարված է ստանում, ոչ մի վտանգ այդ պահին չէր սպառնում, երբ որ հարված է ինքը ստանում։ Այսինքն, եթե ասում են, որ նա իր պարտական, ոչ, պարտականությունը կարող է ախրանան այդ բանը, այդ պետական պահպանության կատարել, երբ որ վտանգ կա, այդ վտանգ չկա, ուր ես հարվածում։ Դա պատժիչ հարված էր։ Դա բացարձակ ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չուներ, այսինքն հարվածել մարդուն չեզոքացնել, որ վտանգ սպառել, ոչ վտանգ չէր սպառնում, բացարձակ վտանգ չէր սպառնում պատարակ համատույցը ձեռքին։ Սրիկայության գագաթնակետը։ Եվ իրանք հասկանալով ինչ ա եղել, միանգամից սկսեցին ինչ անել։ Արդեն 4-րդ փաստը։ Ուրեմն միանգամից Նիկոլ Փաշինյանի վրա հարված բանը, որ բոլորս էլ հավատում, բան ենք անում, ասում եք, հա դե Նիկոլ Փաշինյանն ես իմ կարող է ինչ-որ դիվադիր հայացքներ ունեցող մարդիկ են, ինչ են կամ ներվայնացել են կամ մենք էլ մի պահ իրականում այդ ուղղությամբ գնացինք։ Բայց չի եղել տես բան, դա սուտ է։ Ակնհայտորեն դրա հիմքերը չկան այդպես պնդելու։ Դրա այդպես պնդելու հիմքեր գոյություն չունեն։ Իրանք սկզբից իրանք սուտը տեղավորեցին բոլորիս ուղեղների մեջ, որպեսզի հիմա մարդիկ այդ տրամաբանությունից ելնեն։ Դա սուտ է։ Նիկոլ Փաշինյանի հետ այդ երեխեն ոչ մի կապ չուներ, ոչ մի գործ չուներ այդ մարդու հետ։ Գնալուց ընդհանրապես երեսին էլ չի նայում, աղբորն է փորձում փնտրել։ Ինչ գործ ունի այդ մարդու հետ։ Այս ստերն են, որից հետո սկսեց այս ամբողջ Գեբելսյան քարոզչությունը, իրանք պետական պաշտոնյաներով, իրանք ֆեյքերով, որին միացան նաև իրանք որոշակի
կողմնակիցների շրջանակը սևացնելու, կապելու քաղաքական շրջանակների հետ, սրա կողմնակից են, նրա կողմնակից են, դրանից որոշակիորեն, չասեմ վախվորած, բնականորեն երկյուղացություն դրսևորելով, ծնողները քաղաքական ուժերին, որոնք որ անկեղծորեն անշահախնդիր փորձում են իրենց օգտագործել, քաղաքականացրել են այն կողմներ քաղաքականացրել, այս կողմը քաղաքականացնելու ոչ մի բան չունի։ Բոլորին ծնողները շատ հասկանալիորեն ես ոչ մի բան, այսինքն որ ժողովուրդ ջան, եկեք դուք շատ մի երևացեք, որ հանգած խնդիր չլինի։ Շատ նորմալ է դա։ Բայց դա էլ էր քարոզչության, կեղտոտ Գեբելսյան քարոզչության արդյունք։ Ու այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնելով, լավ առաջին մի քանի ժամը հասկացանք, ինքը կարող էր 1000 մի ձևով այս հարցը կարգավորել։ 1000 մի ձևով։ Ոչ մի բան չարեց, ընդհականակը ցեցին քենք քշել էս երեխու վրա։ Երեկվա ճեպազրույցում էլ տենց ձեռերը լվացով լվաց դե կապ չունեմ, գնացեք parzեք, տեսեք ոնց է ինչա, բայց ամբողջությամբ քնչականի վարկածը դա քարոզչության հետ, ասե զուգահեռ ընթացող բանա, վարքագիծը։ Իհարկե այստեղ ինչ որ բաներ կան, որ պետական տեսանկյունից, ասենք պետության վրա է ձեռ բարձրացել, պետության վրա է ձեռ բարձրացել։ Դա ինչ պետություն։ Նախ փաստն է սխալ, իսկ դες մարդը ընդհանրապես ոչ մի այսպես իր կոնֆլիկտը, այն որի հրահրող է եղել ոչ թե ինքը, այլ այդ անվտանգության աշխատողը, կոնֆլիկտը եղել է այդ անվտանգության, այդ охранники, այդ հաստավիզի եւ Դավիթի մեջ։ Նիկոլ Փաշինյանը тут при чем։ Իրենք միանգամից Նիկոլ Փաշինյանի վրա դատարան։ Նիկոլ Փաշինյանը ни при чем ընդհանրապես։ При чем։ Ինքն էր հրահրող, ինքն էր բերել այդ, ինքն էր եկել այդտեղ այդ մարդիկ էլ այդ охранան, որ հետևից գնացել էր։ Բայց այդ պահին Դավիթի գործողությունների մասով Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չկա։ Նիկոլ Փաշինյանը այդ մարդուն չի հետաքրքրում։ Երևում է ակնհայտորեն։ Եվ այս կեղտոտ քարոզչությունը 5 օր ասես դալբիտ էր անում։ 5 օր ինչ լուտանք ասես այս մարդու նկատմամբ չեն թափում։ Ինչ լուտանք ասես։ Իր եւ իր ընտանիքի։ Նույնիսկ նրան է հասել, որ որոշ ընդդիմադիր գործունեություն իրականացնող, հանրային գործունեություն իրականացնող մարդիկ ինչ որ բաները, գեր քաղաքականացված իրավապաշտպանները, փաստաբանները, որ sense բաներ են ինչ որ մի բան անջատվեց, ներողություն վերադարձավ։ Մեզ են ակնարկում իրավապաշտպաններ, փաստաբաններ, նախ ես, ինչպես եւ 5 իրավապաշտպանների մեր մյուս տղաները, մեր պատրաստակամությունը առաջի պահին ենք հայտնել ինչպես միշտ, որովհետեւ ակնհայտորեն սա քաղաքական այսպես բովանդակություն պետք է ստանար, եւ ստանում էր, արդեն ստանում էր իշխանությունների կողմից։ Մենք այդ մարդկանց, հատկապես եթե խոսքը վերաբերվում է նեղյալ մարդկանց, մենք միշտ օգնում ենք։ Այո, մեր նկատմամբ լուտանքներ են թափում, ինչ ասած չեն անում, բայց հերթով գնանք այդ որ մեկը մի խոսքով մենք մեր արածի տերն ենք, մենք չենք ինչ-որ մեր բան անելու, թե այս մարդկանց ենք պաշտպանում, տեսնում եք ում ենք պաշտպանում, ոնց ենք պաշտպանում, ինչ ենք պաշտպանում։ Մենք հանձնարարել ենք մեր գործը անում ենք, մեր մյուս ընկերները։ Մենք հայտարարել ենք, շատերը հայտարարեցին, եւ ընտանիքը մյուս փաստաբանների հիմա Լուսինեի եւ Վարդուհու մասին էլ կասեմ, որ ամենաառաջի պայից տղաների կողքին են։ Արմենը այդ մարդիկ մեզ առաջարկեցին, ասեցին խնդրում եք դուք էլ միանաք։ Մենք բնականաբար պատրաստակամություն հայտնեցինք։ Արամը Վարդևանյան միացավ։ Արամը տես բանուգործ չունի, հա, ակտիվ է շրջանում։ Մյուսներս բանուգործ չունենք, մեր համար սա սկզբունքի հարց է։ Մեր համար քաղաքական դիվիդենդի հարց մեղմ ասած չի, քավլիցի։ Ասենք օրինակ, լավ, ես իմ անունից խոսամ։ Ես ինչ քաղաքական դիվիդենդ պետք է ստանամ, ինչ ընտրությունների եմ մասնակցում, ինչ եմ անում։ Անկամ եթե մասնակցել ընտրությունների, լավ, երեխու մասով քաղաքական դիվիդենդից անբարոյականություն չի դրա մասին ընդհանրապես մտածելը։ Եթե ընտրությունների մասնակցող էլ մեր մեջ կա, ապա մարդիկ միշտ ապացուցել են իրենց իրավապաշտպան վարքագիծը։ Ես չեմ մասնակցելու,
Մեր Արսենը չի մասնակցելու, մեր Սերգեյը չի մասնակցելու օրինակ։ Ով էլ մասնակցելու է լավ է անելու, բայց որևէ մեկս այստեղ քաղաքական դիվիզիա չունենք, մտներովս էլ չի ասում։ Անբարոյական է այդպես մտածելը։ Մեր ուշք ու միտքի այս երեխու առողջությունն է։ Ամեն վարքյան մենք փորձում ենք ինչ որ տարբերակներ գտնել այս հարցը որ կարգավորվի։ Բայց անբարոյականության գագաթնակետն է, այն քարոզչական այն կեղտոտ նարատիվը որ ստեղծեցին, գցեցին տարբեր մարդկանց այսպես այդ մամլիչի տակ, դրան գումարեցին այդ քնչական հատվածը ու դարձավ այս այլանդակությունը արդյունքում այս գեբելսյան վիճակը։ Այս եղավ։ Այդ երկու ինգրեդիենտներից ստացվեց այս ամեն ինչը։ Որ հիմա օրինակ ես ասում եմ ժողովուրդ ջան, այստեղ ակնհայտ է որ Նիկոլ Փաշինյանի հարցը չի։ Ակնհայտ է որ այս ախրանանը գալի երեխուն երկրորդ անգամ անհանգստացնում ու արդեն իսկ նեղված վիճակում երեխեն ասում չեմ շարժվում տեղիցս։ Ну կադրից է տայրը։ Իսկ իրանք բերեցին Նիկոլ Փաշինյան եւ այլն։ Կազմակերպած, ինչ կազմակերպած, մարդիկ գիտեն դուք գնալու եք թե չէ, տեղ եք գնում, ուրիշ տեղ եք գնում։ Այս շատ կարևոր է, որ այս փաստերը ձեր մեջ լինեն, որ եթե ինչ որ ձեր դեմ պետության դեմ այդ իրանց այդ կեղտոտ նարատիվները օգտագործեն, դուք կարողանաք գրագետ ձևով ասել ժողովուրդ ջան, գնացեք ցանեկությունները նայեք, տես չի եղել, ձեզ խաբել են, ձեզ հատուկ խաբել են, ձեզ ոնց որ մյուս հարցերում են խաբել, հետո սկսել բան անել, այտենց արդարանալ, ուրիշների վրա գցել, ասել միշտ տենց ա եղել, նույն նաև այս հարցում ու այս ամեն ինչը արժենում է մարդ ու ճակատագիր, երեխու ճակատագիր, փայլուն սովորող, փայլուն ուղակի։ Մարդ, որը ամեն կիրակի գնում է, երեխեք, որ գնում են եկեղեցի մասնակցում են պատարակների, եկեղեցականացած մարդիկ, երեխեք, որ միայն պետք է հպարտանալ այս երեխեքով։ Հանցագործի պիտակը կպցնում են ճակատին, բոլոր տեղերով նայում ես այդ իրանց բաները, արդեն դատավճիռ են իրանք հարցակում։ Արդեն դատավճիռ, բաննեղության կարգավարկածի մասին, իզութոս չկա, բան չկա։ Իսկ այն կրակածիլ կոչվածը այն բարեր չեմ գտնում, էլի, տենց եթերային բարեր չեմ գտնում, բանա չարախնդում է, ասում է, վերջի զանգին չի մասնակցի, տենց չարախնդում է։ Դու չես հասկանում ինչա դեմդ գալու այս քո արածի համար։ Այսպիսի սրբապղծությունը, այսպիսի այլանդակությունը, ինչ որ միտեղ քո կյանքում գարիկ երևալիա, դու ներողություն չխնդրեցիր այդ քո ասածի համար։ Այո, դու սրիկայություն ես արել, բայց կարա հասկանալ, որ դու սրիկայություն ես արել եւ ներողություն խնդրել։ Չարեցիր դա։ Այս երկու օր ժամանակ ուներ, չարեցիր։ Չի կարող ուղղակի, որ սա որևէ կերպ քո վրա չանդրադառնա։ Դու շատ վատ բան արեցիր։ Հենց չեմ ասում են լուլու, մուլու, ով որ հայտնվում առողջական խնդիր է ունենում։ Տոտալ գեբելսյան քարոզչությունը։ Ընդ որում այս մարդկանց պաշտպանող էլ չկար։ Մենակ էին մնացել։ Մենակ էին մնացել այս մարդիկ, լրիվ անսպասելի իրավիճակում։ Այսինքն պաշտպանող էլ չկար այն տեսանկյունից, պաշտպանող կար, բայց մարդիկ լավ չէին պատկերացնում ինչ վիճակ է։ Այսինքն իրանց հայտարարեցին թշնամի, իրանց հայտարարեցին թշնամական ինչ որ համակարգի մաս եւ համակարգային հարվածներ ստեցին հասցնել, ինչ ասեմ, սովորական մի ընտանիքի, որը բացարձակ քաղաքական գործունեությամբ փորձառություն չունի, չգիտի դա ոնց ալնում, ահավոր բան էր դա, սովորակի ահավոր բան էր։ Այդ բոլոր ապրումները, որ այս մարդիկ ունեցել են այս ընթացքում, այն որ ասում է թշնամուց չի ցանկանա որ ունենա, ահավոր է։ Էլ չեմ ասում, որ երկու օր էլ են մյուս տղաներ ձերբակալված, որ բացարձակ ոչ մի բան չի անում։ Ընդհակառակ այդ ինցիդենտի ժամանակ աղբորը պահում է, որ բացարձակ ընդհանրապես ոչ մի բան չի անում։ Սա է ուզում այսօր ներկայացնել, հիշեցնեմ, որ Դավիթը հիվանդանոցում է, Նայիրիում է, 5 օր է այս ահավոր այս
Քրիստոսի չարչարանքների միջով են անցնում այս մարդիկ։ Հաջողություն։